Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, ձեզ հետ է Լուսի Քոչարյանը եւ հիշեցնեմ, թե որ տարբերակներով նաեւ կարող եք մեզ ունկնդրել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, տեսագրություն, ձայնագրությունները փնտրեք այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ միացեք մեզ Facebook-յան հարթակում հայտարարված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում։ Եվ կկարողանաք մեզ live stream-ի տարբերակով դիտել, մեկնաբանություններում հարցեր եւ դիտարկումներ թողնել, ներկայացնեմ, թե ում հետ ենք այսօր հետաքրքիր եւ օգտակար զրույց ունենալու Artmed կլինիկայի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ծառայության ղեկավար, մասնագիտությամբ վնասվածքաբան օրթոպեդ Ռաֆայել Ավետիսյան, ողջույն բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Այսօր խոսելու ենք ընդհանրապես ձեզ դիմելու անհրաժեշտության վերաբերյալ, որ դեպքերում են հայտնվում ձեր սենյակում եւ որոնք են ամենատարածված տրավմաները, վնասվածքները հայերեն ու որ դեպքում է նաեւ ցուցված լինում պրոթեզավորում, ինչ տարբերակներ ունենք մենք այսօր Հայաստանում։ Ահա այս բոլոր թեմաների շուրջ ենք զրուցելու, մնացեք մեզ հետ, եթե թեման ձեզ հետաքրքիր է։ Սկսենք ամենասկզբից, ընդհանրապես որ դեպքերում են մարդիկ հայտնվում ձեր սենյակում, ինչ խնդիրներով են ձեզ դիմում եւ ինչ խնդիրներով կարող են դիմել։ Նախ շնորհակալություն հրավերի համար, ասեմ, որ վնասվածքաբանություն եւ օրթոպեդիան բազմակի բժշկական հարցեր է լուծում, ոչ միայն անմիջապես վնասվածքների հետ կապված, այլ նաև օրթոպեդիկ խնդիրների հետ, այսինքն կապված քայլքի շեղման, որոշակի վերջույթների ֆունկցիայի խանգարման հետ։ Այդ պատճառով նաև իմ սենյակում հայտնվում են այնպիսի, այսպես ասած, բուժառուներ, որոնք ունեն բազմազան հենաշարժական խնդիրներ, առաջացած անմիջապես վնասվածքի հետևանքով եւ նաև քրոնիկ վնասվածքների հետևանքով, այսինքն սուր դեպքեր, ինչպես նաև քրոնիկ հենաշարժական խնդիրներով հիվանդներ։ Այս դեպքում որ տարիքի հետ եք դուք որպես կանոն գործ ունենում։ Շատերը մտածում են, որ դե օրթոպեդի մոտ հայտնվում են տարեց մարդիկ, չէ, ավելի ծեր տարիքում, երբ քայլել, ինչ որ շարժումներ դժվարանում են։ Ինչ կասեք։ Ցավոք սրտի վերջին ժամանակներս ավելի այն խնդիրները, որոնք նախկինում հիմնականում տեսանելի էր լինում տարեցների մոտ, նաև մի փոքր ավելի երիտասարդացել է։ Վերջին ժամանակներս նաև ունենում եմ հաճախակի այնպիսի բուժառուներ, որոնք դեռ վաղ երիտասարդ հասակից ունեն արդեն էնդոպրոթեզավորման կարիք, ինչպես նաև էնդոպրոթեզավորվել են, այսինքն էական հիմա չի բաժանվում, որ այդպիսի հասկացողություն չկա տարեցների մոտ առկա միայն խնդիրներ օրթոպեդիկ, այլ նաև կա երիտասարդների մոտ, դա հիմնականում կապված այսպես ասած էնդոպրոթեզավորման հետ, ինչպես նաև վնասվածքի հետ կապված անխուսափելի է ինչ տարիքում է։ Բնականաբար ես մեծահասակների օրթոպեդ վնասվածքաբան եմ, այսինքն զբաղվում եմ 18 չափահասների, այո, 18 տարեկանից բարձր։ Այսինքն ըստ էության ձեր նշած խնդիրները այսօր կարող է ունենալ մեզնից ցանկացած ոք մեխանիկական տրավմայի կամ ինչ որ հենաշարժողական քրոնիկական խնդրի հետևանքով, իսկ որ հարակից մասնագիտացման բժիշկները կարող են ուղղորդել ձեզ մոտ, օրինակ, որ նկատելի չլինի, որ խնդիրը հենց ձերն է, բայց այլ պրոֆիլի մասնագետ հասկանա, որ այստեղ դուք պետք է միջամտեք։ Դե ես ասեմ, որ նման խնդիր չկա Հայաստանի Հանրապետությունում, ցանկացած բժիշկ արդեն հիմնականում դիֆերենցում են իրենց հետ կապված խնդիրը, թե նեղ մասնագետը պետք է զբաղվել, նկատի ունեմ օրթոպեդիկ խնդիրները, վնասվածքի դեպքում արդեն լավ պարզ տեսանելի է եւ այդ դեպքում անխուսափելի է իմ մոտ ուղարկելու կամ այլ վնասվածքաբանի օրթոպեդի մոտ ուղարկելու հիմնականում օրթոպեդիկ, այսինքն հոդային խնդիրներով մենք առնչվում ենք ռևմատոլոգների հետ, որոնք որ կոնսերվատիվ հիմնական բուժումները կայացնում են կոնսերվատիվ եղանակով, իսկ վիրաբուժական, վիրահատական դեպքում նաև զբաղվում ենք մենք եւ նույնիսկ լինում է դեպքեր, որոնք մեխանիկական միջամտության կարիք
կարիք են ունենում, այսինքն ներհոդային ներարկումների տարբերակով եւ կոնսերվատիվ նաեւ զբաղվում ենք մենք։ Հիմնականում խնդիր չի լինում այլ մասնագետների ուղղորդվածության հետ այն առումով, որ բոլորը տիրապետում են նեղ մասնագետի գործառությունը եւ կարծում եմ նման խնդիր չի առաջանում։ Հասկանալի է։ Եկեք այդ դեպքում հասկանանք, թե ինչ գործիքակազմ ունեք ձեռքի տակ հետազոտելու եւ հստակ հասկանալու, թե կոնկրետ տեղակայումը որտեղ է, վնասի տարածվածությունը որտեղ է, ինչ ստուգումներ եք իրականացնում։ Գործիքակազմները մեր մասնագիտության մեջ բազմազան են, ունենք ինչպես լաբորատոր գործիքային հետազոտություններ, ինչպես նաև ռենտգեն, ԿՏ, MRT, բոլոր գրեթե գործիքային հետազոտությունները առնչվում են օրթոպեդի վնասվածքաբանի հետ եւ որևիցե այդ առումով էլ խնդիր չկա ճիշտ ախտորոշում, ճշգրիտ ախտորոշում դնելու եւ ճիշտ կազմակերպելու բուժումը հիվանդի։ Այսինքն սկզբում կարող է օրինակ պարզ ռենտգեն նշանակվել, հետո ըստ դրա վիզուալիզացիայի արդեն նշանակվել MRT կամ համակարգչային տոմոգրաֆիա, ինչ է կարողանում տեսնել այս հետազոտությունների արդյունքում։ Հիմնականում նայեք օրթոպեդիկ խնդիրների դեպքում հիմնականում մենք եւ օգտվում ենք ռենտգեն, սոնոգրաֆիկ, ինչպես նաեւ մագնիսառեզոնանսային շերտագրություն հետազոտությամբ, այսինքն MRT ասած հետազոտությունով ռենտգեն ծառայությունը անխուսափելի է մեր ասպարեզում, այսինքն սկիզբը սկսվում է ռենտգենով, որը որ խոշոր խնդիրներն է ավելի տեսանելի դարձնում, սակայն երբեմն անհրաժեշտ է լինում հետազոտություններ այլ մեթոդներով կատարել, շատ օգտավետ է նաև մագնիսառեզոնանսային շերտագրությունը, MRT-ն, ինչպես նաև սոնոգրաֆիան։ Լավ, ամենատարածված տրավմաներին հասանք, հենաշարժողական համակարգը մարդու հասկանում ենք, որ ամբողջ օրգանիզմին է վերաբերում, բայց ամենահաճախը իմ պատկերացմամբ օրինակ կոտրվածքները, հոդախախտերն ընկնում են վերջույթների ուղղությամբ։ Ճիշտ ենք, մենք ոչ մասնագետներս պատկերացնում վիճակը։ Այս դեպքում մի փոքր ավելի տարիքային բանով անդրադառնամ, տարիքային կողմից անդրադառնամ, հաճախակի լինում է կոտրվածքներ տարեցների մոտ ազդրի շրջանում, ազդրային կոտրվածքները դե բնականաբար հասկանալի է ոսկրի փխրունության հետ կապված, սակայն պաշտպանված չեն հայ երիտասարդը, այսպես ասած տրանսպորտային պատահարների հետ կապված, ինչպես նաև տարբեր անխուսափելի է կենցաղային կոտրվածքներ եւ այլն։ Հիմնականում շատ առնչվում ենք տարեցների հետ, քանի որ նույնիսկ մեծ, այսպես ասած, տրավմա չառաջանալու դեպքում էլ առաջանում է նույնիսկ այս դեպքում առաջանում կոտրվածք։ Մի փոքր սխալ քայլքի հետևանքով ունենում ենք հետևանք ազդրի շրջանում կոտրվածք։ Շատ կուզեի խոսենք ռիսկի գործոնների մասին, այնպիսիք ինչպիսիք են օրինակ ավելորդ քաշը, հորմոնալ ֆոնի խաթարումները եւ արդյոք սրանք իսկապես մեծ ազդեցություն ունեն, խնդիրներ առաջացնում են։ Նկատելի է նաեւ որ տարեցների մոտ նման հեշտ այսպես ճակերտներով ասած կոտրվածքները առաջանում են հիմնականում այն տարեցների մոտ, ովքեր ի սկզբանե երկար ժամանակ տառապել են շաքարային դիաբետով, որոշակի հորմոնալ ճիշտ եք ասում էնդոկրին շեղումներով, ինչպես նաև ավելնորդ քաշով հիվանդների մոտ, լինում է որոշակի հորմոնալ փոփոխություններ, անցումներ, որոնց դեպքում ել ավելի փխրուն եւ ավելի process-ներ են առաջացնում, որոնք որ առաջացնում են հետագայում կոտրվածքը, մի փոքր քայլքի շեղում կամ, չգիտեմ, մի փոքր ընկնելու հետևանքով այնպիսի կոտրվածքներ են առաջանում, նկատելի է, որ նման կոտրվածքներն առաջանում են ել ավելի հաճախ այն տարեցների մոտ, ովքեր որ մոտ մի 10-15 տարի ունեն շաքարային դիաբետ, այսինքն դա ազդում է էնդոկրին այլ խանգարումներ։
Ինչ կասեք կանանց մասին, հատկապես մենոպաուզայի շրջանում, ասում են, որ այս շրջանում ոսկրի խտություն, ամրություն, ինչ որ այնտեղ ցուցանիշներ նվազում են, մի փոքր մասնագիտական լեզվով կմեկնաբանեք, որտեղ ժողովուրդն ասում է, դե ոսկորի խտությունը լավը չի, կան արդյոք այսպիսի խնդիրներ։ Ինչպես մենք գիտենք, հետ կլիմակտերիկ շրջանում կանանց մոտ լինում է տարբեր փոփոխություններ կապված էնդոկրին համակարգի հետ եւ այս դեպքում լինում է այնպիսի մեխանիզմ, որից որ կալցին է նվազում ոսկրային համակարգում, վիտամին D-ն մենք քրոնիկ մեր ազգաբնակչություն ունենք պակաս, որը որ նույնիսկ կարելի է պրոֆիլակտիկ ընդունել վիտամին D եւ հաճախակի լինել հսկողության տակ հենց կապված անմիջապես վիտամին D-ի եւ կալցիի հետ։ Բնականաբար ճիշտ եք ասում, տարեց ասածը սկսվում է արդեն հետ կլիմակտերիկ շրջանում այնպիսի հորմոնալ փոփոխություններ, որոնք որ ոչ միայն դրսևորվում են կոտրվածքներով, նաև հոդային խանգարումներով, այսինքն գալիս է հիվանդ, որը որ չի կարում արդեն քայլել եւ կապված հոդային խոշոր հոդերի հետ կապված այնպիսի այսպես ասած խայտարակ վիճակ է ռենտգենաբանորեն, որը որ արդեն անմիջապես պետք է կատարվել էնդոպրոթեզավորում ասածը, որպեսզի կարողանա տեղաշարժվել։ Իմ խորհուրդը ինչպես նաև գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներն են խորհուրդ տալիս, որ հետ կլիմակտերիկ շրջանում հատկապես կանայք, որոնք 3 անգամ ավելի հիվանդանում են հաճախակի հոդային խնդիրներով, պետք է անցնեն բուժզննում գոնե տարին 1 անգամ։ Որ գործիքային հետազոտությունն անցնեն, ինչ եք դուք խորհուրդ տալիս։ Ինչպես որ գործիքային հետազոտությունն անցնեն տարին 1 անգամ, դուք ինչ եք խորհուրդ տալիս։ Կապված էնդոկրին համակարգի հետ, ինչպես նաև հոդային խնդիրների հետ կապված։ Այս երկու մասով մշտապես ես կարող եմ իմ մասով ասել, որ ռենտգեն հետազոտություն գոնե տարին 1 անգամ դիմել օրթոպեդի չնչին ցավի դեպքում նույնիսկ, որովհետև մենք նաև ունենք sense խնդիր, որ ազգաբնակչության մոտ մինչև այսպես ասած ժողովրդի դանակը ոսկրին չի հասնում, չեն մոտենում եւ հետազոտություն չեն ասում, չնչին ցավի դեպքում հենաշարժական որևէ վայրում, այսինքն որևէ հոդի շրջանում, եթե կա չնչին ցավ, խորհուրդ եմ տալիս մոտենան օրթոպեդին, անցնեն բուժզննում, անցնեն հետազոտություններ, որպեսզի բաց չթողեն այնպիսի խնդիրներ, որոնք հետագայում կստիպեն գնալ վիրահատական միջամտությունների։ Այսինքն ձեր մասնագիտացման դեպքում եւս մենք վաղ ախտորոշման կարեւորություն ունենք, այն կարող է փրկել այլ բարդացումներից դե օրինակ նայեք գալիս են այնպիսի հիվանդներ, որոնք որ տարիների ընթացքում անընդհատ ունեցել են հոդերում ցավեր եւ այս կամ այն, չգիտեմ, հարևանի կամ ծանոթի ինչ որ նշանակումներով անընդհատ իրենց ցավազրկել են, բայց չեն դիմել նեղ մասնագետի եւ գալիս է արդեն այն վիճակում, որը որ անխուսափելի է վիրահատական միջամտությունը։ Իսկ երբ որ լինում է չնչին ցավ մոտենալու դեպքում հնարավոր է այնպիսի կոնսերվատիվ միջամտություն, որը որ կարող է ընդհանրապես չհասնել միջամտության կարիք չառաջանալ, այսինքն վերջանում է հարցը այդպես լուծվում է։ Իսկ որքան թողնում ենք, խնդիրը խորանում է եւ թողնում ենք, այնքան խորանում է խնդիրը։ Ինքն իրեն չի անցնելու մի խոսքով, որ սպասենք ոդկի բնականաբար կյանքը շարունակվում է, շարժը կա, ես չեմ մտածում, որ նման մարդիկ անշարժ են մնում ու տենց սահմանափակվում, ապրում ենք, շարժվում ենք, եթե կա խնդիր հոդում արկա է ցավ, ինչի ինքնակամ ինչ որ ցավազրկող պետք է հասկանալ ինչից է գալիս, ուղղակի այնպես չի սկսի ցավել։ Ես էլ հիմա միանգամայն համաձայն եմ, որ մարդիկ Հայաստանում այդպես օրինակ ոդկի խնդրով կամ կաղալով կամ կիսածալված ծնկով կարող են ապրել ամիսներ շարունակ, ուղղակի ցավազրկել կամ ինչ որ տնական միջոցներ անել, թռչոց, չգիտեմ, ինչ որ քսուկներ եւ այլն, որոնք միգուցե ժամանակավոր լուծում են տալիս, բայց չեն փրկում ու հարգելի ունկնդիրներ պետք է միշտ հիշել, որ
խնդիրը գնալով խորանում է, օրգանիզմը մեծանում է, ծանրաբեռնվածությունը ինչպես բժիշկը նշեց, չի վերանում ոչ միտեղ եւ խնդիրը գնալով խորանալու է, փրկություն չի լինելու այստեղ։ Ցավոք սրտի։ Դուք ճիշտ ամիսներ եք նշում, ես տարիների մասին նույնիսկ կարող եմ ասել, որոնք որ չկա այնպիսի նույնիսկ ֆանտաստիկ այնպիսի մեթոդներ են օգտագործում, որպեսզի անցնի, բայց հասարակ ուղակի բժշկի մոտ դիմելով, որ կարելի է հեշտությամբ հարցը լուծել, չեն գնում բժշկի եւ ասեմ ձեզ նայեք մենք ինչպես նաեւ ունենք անտիբիոտիկների հակաբիոտիկների հետ խնդիր այս դեպքում նաեւ ցավազրկող ասած այսինքն հակաբորբոքային պրեպարատները բոլորը ընդունված նշանակում են լինի բժիշկ թե չէ հարևանը խմեք այս ինչ դեղը որ մի քիչ ցավազրկվում է վсё իրանք բուժումը վերջ ավարտվեց ու նույնը շարունակվում ամիսը մեկ մի քանի ամիսը մեկ այսինքն տարիների ընթացքում առաջացած խնդիրը նույնիսկ չեն ուզում բժշկի միջոցով հարցին լուծում տալ Ինչն է պատճառը դուք ինչ բացատրություն ունեք սրան միգուցե վախն է միգուցե ֆինանսներն են միգուցե այլ շատ ավելի կարևոր խնդիրներն են դուք ինչ եք նկատում ըստ ձեր փորձառության Կարծում եմ չգիտեմ ավելի շատ հարմարվում են մենք մի քիչ մեր ազգը տենց չի սիրում բժշկի հետ կապված հետո բացի այդ ավելի շատ մի քիչ հանգստանում եմ մոռանում են վсё որ սա խնդիր չի դե լավ ցաված անցավ մի ամիս պահեց այս ցավազրկողները խմեցինք մի հատ էլ ցաված մի հատ էլ այս մյուսի ասածը խմենք սենց երկարացնում են բայց չիմանալով որ խորանում է խնդիրը հետո գալիս են արդեն ծանր դեպքերում որոնք որ արդեն վիրահատվում են գնում են վիրահատության այս դեպքում հնարավոր է կանխել Ինչ ուտել, ինչ վիտամինների հետևել եւ ինչպես մարզվել կանխարգելելու համար գոնե ինչ որ չափով կա նման խորհուրդ Բնականաբար կապված հոդերի ոսկրերի հետ մենք կալցիով հարուստ սննդամթերք խրախուսվում է կապված առհասարակ նորմալ սնվեր երիտասարդ տարիքում սպորտ ոչ թե կան որոշակի տենց կարծիքներ որ տարեցների մոտ արդեն սպորտման ու գալիս են նաև sense դեպքեր ասեմ որ տարեցը գալիս է ծանր մոտ առաջացած արտրոզներ եւ իրեն չգիտեմ ով նշանակում է որ պետք է ինքը մարզվի չգիտեմ վասկի չգիտեմ sense ծանր որևիցե վարժություններ անեմ ասեմ նույնիսկ այդ դեպքում չի կարելի տենց պետք է ամեն ինչ ճիշտ ժամանակին եւ մասնագետի կողմից նշանակվի ոչ թե տենց տարբեր մարդկանց լսել տարբեր մեթոդներ օգտագործել եւ սուր վիճակում օրինակ մեկ էլ մտնել մարզադահլիճ ծանր քաշերի կամ ամեն առավոտ որոշել վազել վնասված արդեն հոդով կամ ծնկով հարգելի ունկնդիրներ ուշադիր եղեք այստեղ թերևս ձեզ օգնության են գալիս նաև կինեզոթերապևտները չէ սկզբում սուր վիճակը հանելու հետո արդեն որևէ մարզաձև ընտրելու ու արդեն կենսակերպ դարձնելու համար եկեք անցնենք նաև պրոթեզավորմանը որ դեպքերում են նշանակվում պրոթեզավորում դուք նշեցիք որ բարդացած դանակը ոսկորին հասած Էլ խուսափել չի լինում, ահա այդ դեպքերին անդրադառնանք Ձեր ասացի նման օրինակ նայեք մարդը ունի արտրոզ ծանր աստիճանի եւ նշանակվել է իրեն, չգիտեմ ում կողմից, որ պետք է ինքը վարժություններ անի, վազք ինչ-որ սենց ինչ-որ բաներ, որը որ ավելի սրում է իր վիճակը։ Էնդոպրոթեզավորման համար գնում ենք էնդոպրոթեզավորման հիմնականում արտրոզների ժամանակ վերջի արդեն փուլում։ Երբ որ արտրոզները արդեն վերջի փուլում են եւ անհնար է կոնսերվատիվ ճանապարհով կատարել բուժում։ Այս դեպքում հիմնականում կատարվում է էնդոպրոթեզավորում խոշոր հոդերում, ծնկան հոդերում, կոնքազդրային հոդերում։ Ամենահաճախը որոնք են։ Ամենահաճախ կատարվող էնդոպրոթեզավորման հոդերը դրանք կոնքազդրային հոդերն են եւ ծնկան հոդերը։ Հիմա ավելի այս ամենը բնականաբար ավելի հեշտացել է մեխանիզմը, ավելի այն
նախկին բարդ վիրահատությունները չեն, հիմա ավելի հեշտացել է, սակայն իմ ավելի ես նախընտրում եմ, որ եթե հնարավորություն կա հիվանդի մոտ վաղ ախտորոշել եւ կոնսերվատիվ ճանապարհով կարողանալ օգնել, որպեսզի չհասնի էնդոպրոթեզավորման, ավելի նախընտրելի է բնականաբար։ Էնդոպրոթեզավորման ընթացքը, նախապատրաստությունը, հակացուցումները նաև կարող եք նշել։ Նախ եւ առաջ, եթե նշանակվել է, ինչ է արվում, ինչպես է բուժարուն նախապատրաստվում, որքան է տևում սովորաբար բուն վիրահատությունը, ինչ ռիսկեր կան վիրահատական, սա կարող է հետաքրքրել մեզ լսողներին։ Բուժարուն նախապատրաստվում է հետազոտությամբ, ամբողջական ինքը հետազոտվում է այլ օրգան համակարգերի հետ կապված եւս նախապատրաստվում է, հետազոտվում է, ախտորոշվում է, որից հետո նախապատրաստվում է վիրահատության, նախապատրաստվում է ոչ միայն ֆիզիկական առումով, նաև հոգեկան վիճակի առումով, այսինքն որպեսզի ավելնորդ ստրեսներից խուսափենք, նաև պետք է հիվանդի հետ աշխատել հոգեբանորեն։ Դա դուք եք անում, թե հատուկ մասնագետներ։ Որպես բժիշկ, այո, տրամադրվում ենք, որպեսզի հետագայում ստրեսներից խուսափենք, որովհետև հնարավոր է այդպիսի խնդիրներ նույնպես առաջանալ։ Հակացուցումները կան, բավականին շատ կան, որոնք որ եւ այլ օրգան համակարգերի խնդիրների հետ կապված կարող են լինել, ինչպես նաև հոգեբուժական առումով խնդիրների դեպքում սրանք այն դեպքերն են, որոնք ծանր դեպքերի դեպքում խնդիրների դեպքում է առաջանում եւ հակացուցում է համարվում, սակայն երբ որ խանգարվում է մարդու հենաշարժական ֆունկցիան, արդեն ինքն իրեն այլ օրգան համակարգերի հետ են առաջանում խնդիրներ եւ հոգեբանական վիճակը եւ դեպրեսիվ վիճակը եւ այդ դեպքում նաեւ էնդոպրոթեզավորումը նաեւ լուծում է այդ հարցերը, այսինքն երբ որ մարդը չի կարողանում տեղաշարժվել, իր մոտ առաջանում է դեպրեսիվ խնդիրներ, վիրահատությունից հետո այդ ամբողջությամբ կարգավորվելով, նույնիսկ ես ունեցել եմ հիվանդներ, որ այդ դեպրեսիվ վիճակից հետո ակտիվ կյանք են անցել եւ նույնիսկ զբաղվում են սպորտով։ Ենթադրում եմ, որ պետք է տրամադրվել այնուամենայնիվ լուծել այլ խնդիրներ, որոնք հակացուցում են, չէ՞, այդպես կարելի է հերթով գալ հասնել էնդոպրոթեզավորման վիրահատության ու կյանքի որակը բարձրացնել արդեն լուծված հարցով հենաշարժողական համակարգի։ Նաև այդ դեպքում, այո, երբ որ կա խնդիր, որը որ կյանքի որակի վրա ազդում է, բնականաբար մեծ նշանակություն ունի հարցի հստակ լուծումը, ինչը որ անդրադարձել է նրա կյանքի որակի վրա։ Բժիշկ, ինչ ծավալի վիրահատությունների մասին ենք մենք հիմա խոսում, քանի ժամ կարող են տևել ամենաբարդ եւ ամենապարզ դեպքերում, ինչ ցավազրկման անզգայացման տեսակներ եք կիրառում, դա ընդհանուր անզգայացում է, թե լինում են դեպքեր, որ տեղայինով կարողանում եք անցկացնել, մի փոքր ընթացքից խոսենք, որպեսզի մեզ լսողները նաև միգուցե շատ չվախենան, շատ չանհանգստանան եւ ավելի հեշտ տրամադրվեն վիրահատության։ Մենք ընդհանրական ենք խոսում ավելի բանով, իսկ եթե անդրադառնանք կապված թե որ հոդի հետ է խնդիրը, շատ մեծ նշանակություն ունի նաև որ փուլում է հիվանդը անհանգստացել իր առողջության մասին եւ դիմել բժշկի, կապված փուլի հետ ինչ աստիճանի մենք վնասված հոդ ունենք եւ շատ կարեւոր է ինչպիսի պրոթեզ է ընտրվում, դա արդեն կապված եւ բժշկի եւ բուժարուի համատեղ համաձայնությամբ շատ կարեւոր հարցեր են։ Այս ամեն ինչից կապված է վիրահատության ընթացքը։ Մոտավորապես իհարկե ճիշտ չի հստակ ժամ ասել, որովհետև վիրահատություն ինքը դու գնում ես վիրահատության ամեն ինչի պետք է պատրաստ լինես եւ կապված 1 ժամից մինչեւ հնարավոր է երկարել 3 եւ ավել ժամ։
կրկնվում եմ, որ կապված թե որ հոդում է խնդիրը եւ ինչ աստիճանի խնդրով է դիմել, ասեմ, որ բավականին ծանր վիճակում են գալիս, երբ որ էլ բուժման տարբերակներ չկա խորհուրդներով իհարկե հարևանների եւ բարեկամների, գալիս են ծանր վիճակում, սակայն փառք Աստծո հիմա այն աստիճանի է հեշտացել այս ամեն ինչը, որ կարճատև է եւ հաջորդ օրվանից հիվանդները սկսում են քայլել հենակի միջոցով եւ կարճ ժամանակում անցնում են բնականon կյանքի։ Դուք նշեցիք, որ ծավալը եւ տևողությունը, ընդ որում որակը նաեւ վիրահատության կախված է պրոթեզի ընտրությունից։ Որ երկրներից, որ արտադրության, ընդհանրապես ինչ պրոթեզներ են հասանելի այսօր Հայաստանում։ Դրանք ներկրվում են, թե պատվիրում եք անհատապես մի փոքր այս մասը։ Ես այսպես կարող եմ ասել, կան տարբեր երկրների արտադրության տարբեր պրոթեզներ, ամենալավ։ Ճիշտ եք ասում, կան հիվանդներ, որոնք ամենալավ, կան հիվանդներ, որոնք որ մի քիչ ավելի տենց չեն անդրադառնում լավ ու վատի հետ կապված, բայց բնականաբար ես աշխատում եմ միայն հիվանդի հետ լավ որակի պրոթեզներով, դա նաև ինձ օգնում է հետագայում ես խուսափեմ այլ բարդություններից եւ լիարժեք իմ խոսքի տերը լինել, որ պետք է հաջորդ օրվանից քայլի հիվանդը որևիցե առանց այլ խնդիրների։ Դրա համար շատ կարևոր է նաև բժշկի այսպես ներկայացնելու տարբերակը հիվանդին, որովհետև այսպես ասած ասպարեզում կան բազմակի եւ տարբեր արտադրության պրոթեզներ, որոնք որ հետագայում հնարավոր է խնդիրներ առաջացնեն եւ բժշկի համար եւ հիվանդի համար։ Չնայած նաեւ այս դեպքում նույնպես բժիշկը մի փոքր խնդրի առաջ է կանգնում այն առումով, որ մեկ է վերջնական խոսքը դա հիվանդի եւ իր ֆինանսի հետ կապված է, որովհետեւ պրոթեզները ֆինանսներ արժեն եւ գնում է հիմնականում հիվանդը կամ հարազատը։ Բայց ես մտածում եմ այն տարբերակով, եթե ոչ լավ, ոչ երաշխավորված պրոթեզ, ապա ավելի լավ է սահմանափակվենք այդքանով։ Վերջնական տարբերակը դա նորմալ պրոթեզ դնել, որպեսզի մարդուն ծառայի միջև հնարավորինս կյանքը։ Որքան կծառայի, այս ամենակարևոր հարցն է, երևս վիրահատությունից առաջ ասում են, չէ, լավ դրեցինք ֆինանսներով, ժամանակով, տրամադրվեցինք հոգեբանորեն եւ որքան է ծառայելու այդ պրոթեզավորումը։ Ինչքան հնարավոր է նաեւ երբ որ սկսենք ավելի, այսպես ասեմ, սկզբից, երբ որ սկզբնական փուլերում գալիս են կոնսերվատիվ բուժման, նաև այդ նպատակն ունի, եթե անգամ մենք ունենք խնդիր, որը հնարավոր է կոնսերվատիվ ճանապարհով երկարացնենք հոդի կյանքի տևողությունը եւ գոնե հնարավորինս ուշ գնանք էնդոպրոթեզավորման հարցին, այս դեպքում ի օգուտ նաև հիվանդին եւ բժշկին է, որովհետեւ վաղ ժամանակում առաջացած խնդիրները էնդոպրոթեզավորման այդ շրջանում էնդոպրոթեզավորում կատարելուց հետո եթե երիտասարդ է գալիս է նաև երկրորդ փուլը, այսինքն կրկնակի էնդոպրոթեզավորման։ Էնդոպրոթեզները ժամկետներ ունենք, որոնք 25-30 եւ մի փոքր ավել է նրանց ժամկետները։ Ցավոք սրտի հաղորդման սկզբից ասեցի, որ երիտասարդացել է նման խնդիրները եւ հետագայում նրանք նույնպես կառնչվեն նման խնդիրների հետ։ Դրա համար ինչքան հնարավոր է եւ ճիշտ տարբերակներ ավելի շատ աշխատեն բժիշկների հետ, նեղ մասնագետների հետ, բուժառուները ոչ թե ինքնական բուժումներ անեն։ Եվ ամենակարևոր էլի հարցերից արդյոք պետությունը որևէ խմբի դեպքում հարության մասնակցում է ֆինանսավորմանը, կա այստեղ պետպատվեր հասկացություն։ Եթե ունի արտոնյալ են ովքեր որ ունեն այնպիսի պետական միջամտության պատվերների հետ կապված լինում են դեպքեր, որ պետությունը հնարավորինս օգնում է։ Գրեթե բոլոր
պետպատվերների դեպքում բուժառուները վիրահատվում են անվճար։ Այդ առումով տարիների ընթացքում թեկուզ կարճ ես նկատելի է, ինձ համար նկատելի է, որ բավականին պետպատվերը աշխատում է, այսինքն հնարավորություն է տալիս եւ հետազոտվելու եւ միջամտություններ իրականացնելու բուժառուի հետ, որը որ ունի որևիցե այլ պետպատվեր։ Լինի, չեմ ուզում ավելի լավ կլինի չնշենք ինչ պետպատվերների մասին է, ցանկացած պետպատվերների դեպքում պետության կողմից ֆինանսավորվում է եւ անցնում են անվճար եւ հետազոտություն եւ նաեւ բուժում, այդ թվում վիրահատություն։ Դուք անձամբ օրինակ աշխատում եք, հա, պետպատվերով, կատարել եք վիրահատություններ ձեր պրակտիկայում։ Բավականին շատ, հատկապես մեր մասնագիտության մեջ, նույնիսկ եթե հիվանդը պետպատվերի շահառուտ չէ եւ ստացել է վնասվածք, որին պետք է ինչ-ինչ առումով վիրահատական միջամտություն, նույնիսկ այս դեպքերում պետությունը օգնում է անելով համավճար այս դեպքում։ Լավ, շնորհակալություն։ Մենք զրուցեցինք Արթմեդ կլինիկայի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ծառայության ղեկավար, վնասվածքաբան օրթոպեդ Ռաֆայել Ավետիսյանի հետ։ Հետաքրքիր էր, հույս ունեմ մեզ ունկնդրողներին ուղղորդումներ, ցուցումներ հասցրինք տալ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Շնորհակալություն։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։